Հովանոցի, Սալորի, մինչև իսկ Փշատի։ Դե մենք սարի մարդ ենք, խմող մարդիկ ենք։ Առնում ենք մեծ ուրախությամբ, հաճույքով ու ամբողջ սեմբեր օգտագործում ենք այդ օղին։ Մադինայի հիմնական կերակրող Սերժ Սարգսյանն է, ահա նա, նրա վագոն խանութում աշնանսկզբից պատրաստվում են ձմռանը։ Մթերքն ու ծխախոտը նախատեսվածից ավելի շատ են պահեստավորում, թեև դեկտեմբերին ամեն ինչ արդեն սպառվում է։ 10-15 օրի ընթացքում հեքչանում ապրանքը։ Դրանից հետո երիտասարդներին հավաքում ենք, որ ճանապարհը փակալն է։ Գնում ենք 6 կիլոմետր ներքին վերին Գետաշենից մինչև մեր մոտ 6 կիլոմետր։ Այդ տարածքը շալագած բերում ենք ապրանքը։ Վերջին դեպքում էլ գործում է առաջին մեթոդը, երիտասարդների ոտքերն ու ձեռքերն են փոխարինում մթերք մատակարարող բեռնատարներին։ Մոդով շլգելով եկին։ Ինչ է դրել։ Ջերմունդ, լիմոնադ, ինչ կա խանութի ծխախոտը, ինչա։ Առանց հերթի ու հերթական պատվիրան է հերվից հարց բերելու դեպքում պատրաստ լինել կոշտ պատասխանի, սելիմից դուրս ոչ ոք աղջիկ չի տալիս, հարսնացու ընտրում են մոտակայքից կամ իրենք են այլտեղ հաստատվում։ Բարձրագույն կրթություն են ստացել, հոյակապ մասնագետներ են, աղջիկ չեն տալիս մեր այդ գեղեցիկ լավ երիտասարդ տղաներին, գիտեք ինչու, որտեղ հենց Մադինայի անուն տալիս են, էլ ոչ մեկ իր աղջիկ չի ուզում կապես գյուղի հետ։ Տվողը գիտի, աղջկան թանկ մեքենայով կամ կառքով չեն տանելու գյուղ, գլխավոր ու զարդարված շարանը բաղկացած է թրթուրավոր տեխնիկայից։ Եղել է դեպքեր, որ մինչև ժամը 8-9 նոր հասել ենք գյուղում։ Մի քանի այսպես տրակտորներով միասին, Վիդուշի մեքենաների հետ միասին նոր հարսեն բերել ենք գյուղ, հարսանիքը սկսել ենք, արդեն ամբողջ գիշերն ենք հարսանիքը սկսել։ Դեպքեր ա եղել, որ տրակտորը ծառայել է որպես հարսի մեքենա։ Բերել ենք, նստացրել ենք հարսին տրակտորի մեջ, բերել ենք գյուղ։ Հիմա հագեցած տեխնիկան նաև սարքին է, ձմեռ չեկած գալիս են պահեստամասերը, տրակտորն էլ եթե անսարքություն է ունենում, տուժում են բոլորը, օգնության հասնում երիտասարդները։ Սրա մեջն է ինքը, երկու հատ բառաբան է կոչվում, ինքը բառաբան ասում։ Երկու հատ մեծ բառաբան է։ Այսինքն տրակտորը ցեպերը որ քաշում է, ինքը մաշվելա չէր քաշում։ Համար բերեցին, որ հավաքեցին նոր ճանապարհը կարացան իջնի։ Եթե հարց բերեցիք կամ հենց գյուղում ամուսնացաք, պլանավորել է պետք ընտանիքը։ Այս ցուցումը գյուղում փոխանցվում է սերնդեսերունդ։ Միջը գրված օրենք է հնուց եկած, երեխա ունենալուց առաջ հաշվարկել են։ Նոյեմբերից ապրիլ ծննդաբերելը արգելվում է։ Թույլ չեն տալիս աշխարհագրական դիրքն ու ծնարան տանող ճանապարհները։ Հաշվարկում է, որ իրանք Մադինայի բնակիչներ են, հաշվարկում են գոնե ծնունդը ամառվա ամիսներին, գոնե այն ժամանակ, որ ճանապարհը բաց լինի։ Յուղի միակ բուժկետը պատրաստ է ընդունել հիվանդներին, միակ բուժքույրն էլ վերապատրաստվել է, հիմա արդեն վստահ է, առաջին բուժօգնությունը կտրվի ինչպես հարկն է։ Ես վերապատրաստվել եմ նովա ծրագրով, մհիվ ծրագրով եմ վերապատրաստվել, ընտանեկան բուժքույր եմ, էլի վերապատրաստվել, վերջի վերապատրաստումս 2009-ին եղել ընտանեկան բուժքույր։ Ու չնայած արդեն դարեր ձգվող հորդորներին գյուղում միևնույն է երեխա ունենում են երբ պատահի։ Բուժքույրն ասում է արտագնա աշխատանքից վերադարձողներին ինչպես ասես որ համբեր են, հետո էլ ջահել են ձմռանն ամբողջ օրը տանը նստած առանց բան ու գործի։ Ձմռանը ժողովրդագրական որևէ փոփոխություն չի խրախուսվում ոչ ծնելիության ավելացումը, ոչ էլ մահացության։ Լեռնանցքի հարևանությամբ թաղումը դժոխային փորձություն է։ Հանգուցյալին առնվազն 2 օր պահում են, հոգեհաց տալ չեն կարող։ Դագաղն էլ ոտքով պետք է բերեն 7 կիլոմետր ու առանց մեքենայի։ Դագաղն ձեռքով է բերած, լավ է քո համար։ Գյուղում։ Ներքևից։ Ձեռքով գնացած դագաղ 4 հոգով էստաց բերած որ դիագին տանին գերեզմանոց թաղեն։ Ժիվանի ընտանիքը պարտական է Էմիլին, երիտասարդն ու նրա ընկերները կտրեցին ճանապարհը, սահնակով բերեցին անհրաժեշտը, հիշում են, 2 օր սպասեցին, մինչև սնունդը տեղ հասնի, որ հոգեհաց տան։ Առավոտից գնացել ենք շուտ, ժամը 8-ին իջել ենք։ Իրիկվա 7-ին դենց եկան հասել ենք։ Դագաղը բերում են Մարտունիից, ոտքով գնում են ներքին Գետաշեն, այնտեղից էլ մեքենայով Մարտունի։ Հա, ընկերներով մենակ հավաքում ենք գերում։ Ժիրայրը գյուղի երիտասարդն է, ընկերների հետ են գյուղի ճամփան բացում, փոխարինող չկա, իրենք են մնացել, մյուսները արտասահմանում են։ Իրենք չլինեն թաղումները կանայք կանեն, դա արտառոց չէ, հարևան գյուղերում սովորություն է դարձել, չէ որ տղամարդիկ խոպանում են։
Գյուղի ներս ու դուրս անողը մի քանի մնացած երիտասարդներն են, իրենցից անկախ դարձել են օրինակելի զավակներ, ու եթե հարևան գյուղերում մինչև արևածագ քեֆ են անում, Մադինայի երիտասարդները սեղանը լքում են դեռ մայրամուտը չսկսված։ Աշխատում ենք, որ մի քիչ շուտ գանք, որ շուտ հասնենք գյուղը, որովհետև ժամերի տարբերության ճանապարհը փակվում է։ Ոչ միայն մադինացի երիտասարդների, այլև այցելուների համար է ճանապարհը անբարեհաճ։ Արմաղան գյուղի թիկունքում գտնվող լեռ բարձրացող զբոսաշրջիկները պետք է անցնեն գյուղով, անցել էին, բայց չէին հասցրել վերադառնալ։ Ավտոբուսը մնաց գյուղում, վարորդը սառույցի մեջ։ Մահացավ այստեղ, մեր գյուղացի չէ, Գեղովիտից էր։ Մադինայում ժամանակը ամենագլխավոր բաժանարարը, երբ ժամանցից մինչև դժբախտություն, մեկ ձնաբուք է։ Մադինա տանող ճանապարհը սա է, հարուստ ձնաբքով, հենց այստեղից սկսվում է գյուղի պատմությունը։ Ձմեռն եկավ, ուրեմն դատապարտված ես տնից դուրս չգալ։ Հիմնական տուժողներն էլ փոքրիկներն են, աշխատում են չհիվանդանալ, բայց չի ստացվում։ Այս տարի 6-7 երեխա շալակելով հասել են մինչև Գեղովիտ։ 6 կիլոմետրի այն ճանապարհով հասել են մինչև Գեղովիտ։ Սելիմը այդ ժամանակ մոտ մի ամիս փակ մնաց։ Կուրաղիքի օպերացիա 6 ամիս։ Եթե մի քիչ ուշ ցարցնեն, կարող է իրեն վատ դեպքեր լինել։ Մարտունիում է հիվանդանոցը, բայց մինչև այդ մոտ 7 կիլոմետր երկարուձիգ ճանապարհ, խոչընդոտը սպիտակ սավանն է։ 4-5 տարվա ընթացքում արդեն 14-15 երիտասարդների թողը գնացել է գյուղից։ Մի խոսքով էս ինչքան ժամանակ չի մեծանում գյուղը, գնալով ավելի փոքրանում։ Հիմնականում ճանապարհի պատճառով։ Սելիմի ձնաբուքը ավելի շուտ զգում են Մադինայում ու ավելի ուշ հասնում նպատակակետին։ Լեռնանցքը փակվեց, պիտի նոր ճանապարհ բացեն հարթավայրում, Արևան գյուղի ուղղությամբ։ Գեղարքունիքի բժշկական կենտրոնը շաբաթներ հետո միայն կդառնա հասանելի, իսկ մինչև այդ գյուղի միակ բուժկետի միակ բուժքույրը ուղղակի խորհուրդ է տալիս չհիվանդանաք, ճիշտ պատվիրանի պես։ Երբ բերքդ իրացրել ես, անասունդ սարից գոմ բերել, պաշարը դու սերունդդ պլանավորել, տեղերն էլ գնել, հյուրերին ճամփել ու նույնիսկ հյուր գնացել եկել, ապա մինչև տանը պատսպարվելը վերջին պատվիրանը հիշիր, բահ շքամուտքին հենիր, նոր քնիր։ Սեն որ բացում էի դուրը, մինչև այստեղից ուներ։ Մինչև այստեղից ուներ։ Բաղը դստերից վերցնես, որ մաքելով գնաս, հացնես մինչև անասնակով։ Մինչև այստեղից ուն, այստեղից ուն։ Կենսափորձն իրենն ասել է, ներսից արդեն տեսնում են ձյան բարձրությունը, թեև երկրորդ հարկում են ապրում։ Ծառերը տնից բարձր են, բայց մեկ է ձմռանը վերջին տերևն է արևի շող տեսնում, մնացածը ձյան տակ են։ Ծառները մնակ են վերի ճյուղերներ վերում։ Սեն բացին, ձուն, սեն ստոլպել, հաշվիչ բանը տանտակալի։ Այսպես են տնից դուրս գալիս, բայց առաջանալը նույնպես աշխատատար է, առջևում նեղարահետ է, որ պիտի պատի ուղի գծով ճամփա բացես։ Էսի այս լուսամուտը մինչև այստեղ ձունը, մինչև այստեղ։ Հոկտեմբերն է, ձյան հետքեր դեռ չկան, բայց ձմեռը 7 սարի հետևում չէ, ոչ էլ ձյունն է 7-րդ երկնքում։ Երկուսն էլ այստեղ աչքի մի թարթոցից հետո հայտնվում են, ձմռանը սարերը սպիտակից պսպղում են, ամռանը շոկից այրվում, մադինացիների բնորոշմամբ եղանակային անոմալիա է։ Ահա այսպես Մադինան դիմավորեց գյուղի փրկչին թրթուրավոր տրակտորին, հենց այս հսկան է միակը, որ կարող է ձմռանը բացել գյուղի ճանապարհը։ Թրթուրավորը պատկանում է գյուղապետին Վրեժ Սարգսյանին, հենց նա էլ գյուղի տրակտորիստն է, համայնքի բանող ուժն ու հզոր մեխանիզացիայի տերը։ Տարին բոլորում է, հերթը զիջում հաջորդին, մադինացիները կանխազգում են, բուքը սարի գագաթին է, 10 պատվիրաններն էլ սրբորեն պահում են, թեև ոչ ոք ապահովագրված չէ ոչ սխալից, ոչ էլ ձնաբքից։ Դա գիտի նաև Արարատը, ասում է, որքան էլ զգուշանան, փոքրից մինչև տարեց ամեն ձմեռ գերի են մնում։ Վատայելա, որ ասենք ավտոն լցել է միջև կեսը ծածկվել է, երեխեքը մեջ գցել ենք բուքսիր, եթե իմացել ենք օգնել, քաշել ենք, հանել ենք։ Օրինակ անցած տարի պատահանք մի հատ Mercedes թաղվել էր, լցել էր երեխեքը մեջը փոքր կրծքի երեխա, ասեց կարամ ասեմ, երեխեքը մեջը, բայց օգնենք, քաշինք, հանենք, հետևից վերինք միջև մարտուն։ Գյուղը զարմացած է, դեկտեմբերն էլ եկավ, ձյուն չկա, ոչ էլ բուք, բայց միևնույն է, չեն հավատում Սելիմի հանդարտությանը։ Մի օր միամիտ ձնաբուքը վրա է տալու, իսկ այդ ժամանակ ով քնած է արթուն կացեք, ձմեռը եկավ, Սելիմը
փակ է։